Ապրեսիկն ունի նկարելու իր ձեռագիրը, փորձում է նկարել այնպես, որ հեռվից տեսնողը հասկանա, դա ապրեսիկի աշխատանքն է։ 66-ամյա նկարչի ավելի քան 22 աշխատանք զարդարել էին Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահը։ Գեղանկարիչն ունի տարբեր ժանրերի աշխատանքներ, սակայն այս անգամ որոշեց վերջերս նկարած ստեղծագործությունները հանձնել արվեստասերների դատին։ Նկարների ցուցահանդես քաղաքապետարանի նախասրահում անցկացվում են գրեթե ամեն ամիս։ Այստեղ ցուցադրվում են Էջմիածնի ստեղծագործողների աշխատանքները։ Ցուցահանդեսին ներկա հյուրերը այն համոզմանն էին, որ Էջմիածինը դարձել է մշակութային քաղաք։ Համար օգերազատ է, որ առաջնային է էջմիածնեցիները։ Եվ այսօր լավագույն ապացույցը ապրեսն է, որ իրոք արժանի է իր պարզությամբ, իր անկեղծությամբ, այդ նկարները իր ամեն ինչ ասում են։ Չեմ ուզում խոսքերով շատ ծանրաբեռնել ձեզ, նկարներն ավելի թե խոսում են ապրեսի ամենօրվա տեսած աշխարհայացքով։ Այդ գույները, դեմքերը եւ պատկերները։ Ինչ որ դուք տեսնում եք ապրեսիկի աչքերով։ Ապրեսիկի նկարները զարդարում են էջմիածնեցիների, գեղանկարչի հարազատների, ծանոթների բնակարանները, աշխատասենյակները։ Նա նվիրում նաև վաճառում է իր նկարները։ Ապրեսիկն ասես մանուկ նկարիչ լինի, որի ձեռքը շարժում է ինքը տերը։ Նման կարծիք հայտնեցին ներկաները, ովքեր բոլորը իրենց բնակարաններում ունեին ապրեսիկի նկարներից։ Ապրեսիկալոյանի արվեստին ծանոթ եմ վաղուց, երևի երկրպագուներից եմ իր ամենաառաջին։ Ֆանտաստիկ գործեր ունի ու պիտի իրեն հասկանալ, իր հոգին շատ ինքը բարդ կյանք է ունեցել, բարդ կյանքով է ապրում, իրան ամեն մեկը չի կարող հասկանալ, պիտի կարողանալ ընկալել Ապրեսիկալոյանին, որպես անձ։ Ֆանտաստիկ գործեր են, ինձ համար այլ աշխարհ է, Ապրեսիկալոյանը այլ աշխարհ է։ Ի երջանկություն մեզ Էջմիածին ունի շատ տաղանդավոր արվեստագետներ, նկարիչներ հատկապես, բայց իսկապես Ապրեսիկալոյանը եւ իր կյանքով եւ իր արվեստով շատ յուրահատուկ է։ Եթե դուք մի հայացք նետեք իր այստեղ ցուցադրված նկարներին, բավական է, որ դրանից հետո աշխարհի որ անկյունում տեսնեք իր նկարները, Ֆրանսիայում կլինի թե Աֆրիկայում, դուք կարող եք իր ոճը տեսնեք, իր առանձնահատկությունը։ Ես կարծում եմ յուրաքանչյուր արվեստագետի համար շատ բնորոշ է իր ինքնատիպությունը։ Այսօր հաճախ դժվար պայմաններում շատ ստեղծագործողներ աշխատում են առանց տրտնջալու։ Նրանցից մեկն էլ ես եմ, ասում է գեղանկարիչը եւ հավելում, որ հաճույքով է վրձինը վերցնում ձեռքն ու կտավներ ստեղծում։ Նկարիչները իրենց ոճով են տարբերվում, էլի։ Ես հպարտանում եմ, որ իմ հայ արվեստագետները այսօր Հայաստանում շատ են։ Ինձ համար ուրախալի է, էլի, որոնցից մեկն էլ ես եմ հիմա։ Ես հաճույք եմ ստանում, երբ որ միշտ արվեստով զբաղվում եմ։ Դա իմ սիրված գործն է, ես ոչ չեմ կարող թողնել։ Քաղաքապետարանի նախասրահում առաջիկայում եւս նման ցուցահանդեսներ կկազմակերպվեն։